Միջազգային լրահոսն այսօր։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հոռետեսորոն է տրամադրված ԱՄՆ-ի եւ Իրանի միջև անցկացվող բանակցությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Իհարկե, մենք շատ հոռետեսորոն ենք վերաբերվում մյուս կողմին, բայց իրատեսորոն ենք վերաբերվում մեր հնարավորություններին, ասել է Խամենեին։ Իրանի գերագույն առաջնորդը կոչ է արել երկրի բոլոր խնդիրները չկապել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հետ, որոնք նրա խոսքով արտգործնախարարության տասնյակ առաջադրանքներից մեկն են։ Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև անուղղակի բանակցությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 12-ին Մասկաթում Օմանի միջնորդությամբ։ Իրանական կողմը ներկայացնում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան կողմից բանակցային թիմը ղեկավարում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Թուրքիայի Միլի Մեջլիսում ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև միասնական բանակի ստեղծումը շարունակական գործընթաց է։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը։ Աքարը նաև նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աջակցում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությանը։ Ինչպես ասել է Ադրբեջանի նախագահը, մենք ոչ թե մեկ ազգ եւ երկու պետություն ենք, այլ մեկ ազգ եւ երեք պետություն։ Մենք մեկ ազգ եւ մեկ բանակ ենք։ Միասնական բանակի ստեղծման գործընթացը ներկայումս շարունակվում է։ Ադրբեջանն ու Թուրքիան պետք է միասին աշխատեն պաշտպանության ոլորտում։ Դրա պայմանը համատեղ զորավարժություններն են, ասել է Աքարը։ Թուրքիայի նախկին պաշտպանության նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության պայմանագիրը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին։ Խաղաղության համաձայնագիրը շահավետ կլինի Հարավային Կովկասի բոլոր երկրների համար։ Թուրքիան աջակցում է այս ուղղությամբ նախաձեռնվող քայլերին։ Ղարաբաղում հաղթանակը դարձել է համերաշխության խորհրդանիշ ոչ միայն Ադրբեջանին եւ Թուրքիայի, այլ նաեւ ողջ թուրքական աշխարհի համար, ասել է նա։ Դոնալդ Թրամփը Ուկրաինայում արդեն 3 տարուց ավել ընթացող պատերազմի համար կրկին մեղադրել է ինչպես ԱՄՆ նախկին, այնպես էլ Ուկրաինայի Ռուսաստանի գործող նախագահներին։ ԱՄՆ նախագահն ասել է, որ Ջո Բայդենն ու Վլադիմիր Զելենսկին կարող էին կանգնեցնել պատերազմը, սակայն չեն արել, իսկ Վլադիմիր Պուտինը առհասարակ չպետք է սկսեր այն։ Երբեք չպետք է թույլ տրվեր, որ այս պատերազմը սկսվեր, Բայդենը կարող էր կանգնեցնել այն եւ Զելենսկին կարող էր կանգնեցնել այն, իսկ Պուտինը երբեք չպետք է սկսեր, բոլորն են մեղավոր, ասել է Թրամփը։ ԱՄՆ փոխնախագահն իր հերթին քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որը CBS News-ին տված հարցազրույցում ասել էր, թե Վենսը արդարացում է Պուտինի գործողությունները։ Ջեյ Դի Վենսը ասել է, որ ինքը 2022 թվականից ի վեր դատապարտում է Ռուսաստանին, սակայն դրանից հետո փորձել է հասկանալ երկու կողմերի նպատակները, եւ դա չի նշանակում, որ աջակցում է Ռուսաստանին։ Ըստ Վենսի նման հռետորաբանությունը միանշանակ անարդյունավետ է։ Կարծում եմ անհեթեթ է, երբ Զելենսկին ասում է, որ ամերիկյան կառավարությունը, որը այժմ աջակցում է նրա ողջ կառավարությանն ու ռազմական ջանքերին, ինչ որ կերպ ռուսների կողմն է, ընդգծել է նա։ The Wall Street Journal-ը հղում անելով իր աղբյուրներին իր հերթին գրում է, թե Թրամփի թիմում տարաձայնություններ կան Ռուսաստանի հարցում վարվող քաղաքականության շուրջ։ The Wall Street Journal-ը հղում անելով իր աղբյուրներին իր հերթին գրում է, թե Թրամփի թիմում տարաձայնություններ կան Ռուսաստանի հարցում վարվող քաղաքականության շուրջ։ Անկարայի դատարանը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Քեմալական հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելին պարտավորեցրել է 75,000 թուրքական լիրա փոխհատուցում վճարել նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին պատճառած բարոյական վնասի համար։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։ Պատճառը Օզելի 2022 թվականի ապրիլի 26-ի հայտարարություններն էին, որտեղ նա Էրդողանին մեղադրում էր դատական համակարգի անկախությունը խարխլելու մեջ։ Էրդողանի փաստաբանն էլ հիշեցրել է, որ սա Օզելի դեմ առաջին հայցը չէ նման հայտարարությունների համար։ Վերջերս Թուրքիայի նախագահը կրկին դատի է տվել Օզելին կուսակցության համագումարում արված արտահայտությունների համար, որտեղ ընդդիմության առաջնորդը նախագահին, այսինքն Էրդողանին անվանել էր խունտայի առաջնորդ, պահանջելով 500,000 լիրա փոխհատուցում։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, մնացեք Օրագիր Նյուզի հետ։